Բոլորը հասկանում են, որ սա մեր վերջին շանսն է։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իր տանը ընդունել է մի խումբ երևանցիների, նշել, իրենցից բացի չկա որևէ այլ ուժ, որ էֆեկտիվ պայքարի իշխանության դեմ։ Վստահ եղեք, բացի մեզանից ոչ մեկը չի կարող լուծել այս հարցը։ Մեր ազգի, մեր ժողովրդի ամենակարևոր հարցն ենք մենք լուծում սրանով։ Մենք պարտավոր ենք հաղթենք։ Կարապետյանը հարց է ուղղել. կարող է իշխանությունը ցույց տալ որևէ օբյեկտ, որ 8 տարում կառուցվել է Երևանում։ Նա խոստացել է իշխանության գալու դեպքում 2 տարում լուծել Նուբարաշենի աղբավայրի խնդիրը։ Տրանսպորտի վիճակը, տեսնում եք ինչ է կատարվում, ոչ փողոցներ են սարքում, ոչ այգիներ են սարքում։ Ես կարող եմ հիմա հենց ձեր դեմը կանգնած համարձակ ասեմ. դուք մի պահ, որ գնում եք տուն, սկսեք հիշել, մենք որպես մասնավոր մարդիկ, որպես մասնավոր ձեռնարկություն, ինչեր ենք արել Երևանում, ինչ են արել իշխանությունները Երևանում, ինչն են երևանցիները այսօր սիրում, Դալմա գարդենն են սիրում, Հյուսային Պողոտայի փողոցն են սիրում, փողոցը, ազնվորեն եթե ասենք, շենքերը կառուցել է Քոչարյանը, բայց փողոցը, ինչը որ երևանցիները ավելի շատ են սիրում, մեր ներդրումներով է արվել։ Մալիբուի այգին, Ռիո մոլը, Տաշիր արենան, Տաշիր առևտրի կենտրոնը։ Ըստ Կարապետյանի իշխանությունը Երևանում չի ստեղծել մեկ այգի, որ քաղաքացիները զբոսանքի զով վայր ունենան։ Դրա համար մենք ձեզ հետ միասին Երևանի համար անելու ենք ծրագիր, եթե Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, ուրեմն մենք տնկելու ենք 3 միլիոն ծառ։ Դա լինելու են շատ ժամանակակից այգիներ, որ ոչ միայն ման գալու համար, այլ նաև կոմերցիոն բնույթ են ունենալու, որ մարդիկ այդ այգիներում զբաղմունք էլ ունենան, ոչ միայն քայլեն մի ծերից մյուսը, բոլոր ատրակցիոնները, ժամանակակից ատրակցիոնները, ինտերակտիվ ատրակցիոններ, մի քիչ փոքր չափսերի Դուբայ ենք սարքելու, վստահ եղեք, մենք արդեն նախագծեր անում ենք, որ ամեն ինչ լինի Երևանում, քանի որ դուք գիտեք եւ լսել եք, որ մենք հայտարարել ենք մասնավոր ներդրումներով 1 միլիարդ դոլարի ծրագիրը Հայաստանի համար տուրիզմի զարգացման մեջ, որից 500 միլիոնը մենք տրամադրում ենք Երևանի զարգացմանը։ Դա նոր հյուրանոցներ, նոր ժամանակակից այգիներ, որ դարձնենք Երևանը շատ գրավիչ մնալու համար։ Իրենք ունեն այնպիսի հնարավորություններ, որը ոչ մի ուժ չունի, վստահ է դաշինքի առաջնորդը։ Ես վստահ ասում եմ, չկա այդպիսի հայ մարդ, որ կարող է նույնիսկ 50% անի, ինչը որ մենք կարող ենք անել մեր երկրի համար, մեր քաղաքի համար։ Դրա համար դուք վստահ եղեք, ինչ մենք ասում ենք, մենք անելու ենք։ Ես ապրել եմ եւ մի բանի համար եմ հպարտացել, որ չկա աշխարհում մի մարդ, որ գա ինձ ասի դու այս մի բանը մի տեղ ասել ես ու չես արել։ Հիմա էլ ենք շատ բարձր նշածող ենք դրել։ Ես պարզ ասեմ, 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծելը, դա իրոք նույնիսկ աշխարհի մասշտաբով հեշտ գործ չի, բայց ես դրել եմ այդ նշածողը, որ պայքարենք ու հասնենք դրան։ Ըստ Սամվել Կարապետյանի իշխանությունը տնտեսությունը կառուցել է պարտքի վրա, եւ եթե դա չլինի, ուսուցիչներն ու բժիշկները աշխատավարձ չեն ստանա։ Ինչ են արել այդ պարտքերը, ինքը հայտարարեց, որ զենք են առել, հիմա տեսնենք ինչ են առել ու ինչքան են առել։ Ամենակարևորը մենք ձեզ հետ հնարավորություն կունենանք ճշտենք ինչ գներով են առել։
Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը խոստանում է երկիրը ճիշտ ուղղությամբ են զարգացնելու, ճիշտ ներդրումներով եւ ճիշտ կառույցներ ստեղծելով, իսկ Երևանը պետք է այնպես անեն, որ ամբողջ աշխարհի հայերի հպարտությունը դառնա։ Այնպես պետք է անենք, որ աշխարհի հայերը գոնե մի քանի անգամ տարին այցելեն Հայաստան, այցելեն Երևան, բայց արագությունը մենք Երևանով կարող ենք ապահովել, որտեղ մարզերը այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի են հասցրել, մի քիչ ավելի շատ տարիներ կպահանջվի։ Երևանը ինչ որ բազա ունի, բայց բազան իրենք չեն ստեղծել։ Երևանը հնուց տարածաշրջանում հաստատ եղել է ամենասիրուն քաղաքը, բայց հիմա նայում եք, դուք կարող եք նայել հարևան երկրների մայրաքաղաքները, չեմ ուզում ասեմ 10 անգամ, բայց մի քանի անգամ արդեն առաջ են անցել։ Մենք ամենասիրուն քաղաքը ունեինք։ Սամվել Կարապետյանն իր աջակիցներին վստահեցրել է, հունիսի 7-ին հաղթանակ են տոնելու, պարզապես պետք է երիտասարդներին ոգեշնչել եւ տանել ընտրատեղամաս։ Նրա պնդմամբ կամ գնում են բացարձակ հաղթանակի կամ կոալիցիայի։ Ինքը հաստատ կեղծելու է ընտրությունները։ Մենք դրանում կասկած չունենք, որտեղ բայց ինքը չի կարող ամբողջությամբ կեղծել։ Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաև ջրային ոլորտին, նշելով, իրենք ամիսների ընթացքում կարողացել են հոսանքի հարցը լուծել եւ նույն կերպ կլուծել նաև ջրի հետ կապված խնդիրները։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։